մենք բոլորս տեսնում ենք, որ նա միանձնյա կատարում է պետական բոլոր գործառույթները, նա ինքը թե քննիչ է, թե հետախույզ է, թե դատախազ է, թե դատավոր է, թե ազգային անվտանգության ծառայությունն է ամբողջովին ինքը ամբողջությամբ ներկայացնում։ Մի խոսքով մենք առհասարակ այս պարագայում պետական ինստիտուտների մասին խոսք անգամ լինել չի կարող։ Նա այնքան դատարկ է նրա տակը, դատարկ ասելով ես նկատի ունեմ, որ նա չունի նպատակ դառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետ, ծառայի սահմանադրությանը, ծառայի օրենքներին, Հայաստանի Հանրապետությունը դարձնի զարգացող կամ զարգացած պետություն։ Նա ունի մի նպատակ, վերջնականապես Հայաստանի Հանրապետությունը վերացնելու որպես այդպիսին, թե օրենքով, թե չգրված օրենքներով ու իր իսկ բառապաշարով ասելով, փռելով Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների ոտքերի տակ Հայաստանի Հանրապետությունը։ Ու վստահաբար կարելի է ասել, որ նրա վերարտադրվելու դեպքում նա մի վայրկյան անգամ առանց աչքը թարթելու ոչ միայն դատական գործերով կլռեցնի բոլոր արժանապատիվ հայերին, այլ կարելի է ենթադրել, ինչի օրինակը կա, որ եթե տեղը գա, նաև ֆիզիկական հաշվեհարդար կտեսնի, որովհետև նա առանց ամաչելու օրը ցերեկով բազմահազար մարդկանց աչքի է առաջ, մեդիայով տարածում է, կոկորդը ճղելով ասում է, որ այո, ես ֆիզիկական հաշվեհարդար կտեսնեմ այս մարդկանց նկատմամբ։ Էլի մի ինչ-որ սենց փառահեղ արտահայտություն արվեց երեկ, եթե չեմ սխալվում, որ ցեմենտի գործարանը պետք է անհապաղ պետականացնել։ Ես միանշանակ հասկանում եմ, թե նա ինչ նկատի ունի պետականացնել։ Նա նախ ունի խնդիր լուծելու ամեն գնով ունեզրկելու մարդկանց, որովհետև նա տանել չի կարողանում աշխատասեր, ստեղծարար մարդկանց, ովքեր որ տարիներ շարունակ աշխատել են, ստեղծել են, հարստացել են, ովքեր որ իրենց թափած քրտինքով ստեղծել են կապիտալ ու այդ կապիտալը կարողանում են ծախսել։ Նա իր ծնված օրվանից եղել է ընչաքաղց, կներեք արտահայտությանս շատ աբիժնիկ ծնված օրվանից ու տենց մեծացել է։ Անկախ նրանից արդեն, որ վերջին տարիներին 18 թվականից սկսած նա ունեցել է հնարավորություն, նա մեծ կապիտալի արդեն տիրապետում է, բայց մեկը աբիժնիկությունը նրա մեջից երբևէ դուրս չի գալու։ Նա չի ներելու ոչ մի մարդու, ովքեր որ հարստացել են իրենց աշխատասիրության խելքի շնորհիվ։ Անկախ նրանից, թե նա կունենա հիմա տասնյակ միլիարդներով կապիտալ, բայց մեկը նա իրեն նսեմացած է ազգում բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ նմանատիպ կապիտալ կամ դրանից անգամներով քիչ կապիտալ ստեղծել են, բայց իրենց խելքով, աշխատասիրությամբ։ Հիմա նա նորից հայտ է ներկայացրել ու մասնակցում է նախընտրական քարոզարշավի։ Այն որ նա չունի արդեն ծրագիր Հայաստանի Հանրապետությունը զարգացնելու, դա ակնհայտ է։ Նրա միակ ծրագիրը
Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես ջնջելն է ու նա ամեն գնով անում է ամեն ինչ ու իր շրջապատում հավաքված մարդկանց տերորի է ենթարկում, որ նրանք իրենց ենթակաների, բարեկամների, ծանոթների միջոցով փորձեն իրավիճակ փրկել, որովհետև նա նրանց միանշանակ ասում է, տեսեք, եթե դուք չանեք ու մենք բավարար ձայներ չստանանք, չձևավորենք կառավարություն, դուք բոլորդ, սենց ասած, իրանց լեզվով ասած, փուռն եք եթալու, դառնալու եք քավության նոխազ ու իրենից հետո արդեն այդ նեղ շրջանակը կամակատարները նախարարներով այս ամբողջ բուրգը դա արդեն գիտակցել է, եթե մինչև այս նրանք դա չէին գիտակցել, շատ հնարավոր է, որ գաղափար անգամ չունեին, թե ինչ է կատարվում, հիմա նրանք դա լավագույնս գիտակցել են ու նրանք փաստի առաջ են կանգնել ու սեփական կյանքը փրկելու, սենց ասած, ու քավության նոխազ չդառնալու համար նրանք պատրաստ են ամեն ինչի, իրենց բարեկամներին էլ նրանք կզոհաբերեն, մենակ թե ունենան հնարավորություն խորհրդարանում ձևավորել բացարձակ մեծամասնություն ու մնալ իշխանության։ Սա է նրանց միակ ուզածը։ Ուրիշ ոչ մի բան սրանք չեն ուզում։ Ոչ մի բան։ Հովիկ, ինձ մի հարց է հետաքրքրում հենց քո կողմից պատասխանը լսեմ։ Որպես հայ քաղաքացի, պաշտպանության նախարարը պետք է մտածի իր զինվորի կյանքի մասին, թե պետք է մտածի, թե իր զինվորը ինչի չի զոհվել։ Բնականաբար տրամաբանությունը ու յուրաքանչյուր բանական մտածող մարդ հասկանում է, որ պաշտպանության նախարարի ուղիղ գործառույթն է ստեղծել այնպիսի համակարգ, որը որ կապահովի յուրաքանչյուր զինվորի արժանապատիվ ծառայությունը ու պատերազմական դրության ժամանակ մաքսիմում անել հնարավորն ու անհնարին, որ յուրաքանչյուր զինվոր լինի պաշտպանված ու առողջ, որ հնարավորինս քիչ զոհեր տրվի, առողջ դատողությունն է դա ասում, բայց մենք գործ ունենք մի մարդու հետ, ում մոտ ուղղակի առողջ դատողությունը վաղուց արդեն դադարել է, դուռը բացել, գլխից թողել գնացել է, չկա առողջ դատողություն։ Նա կրկնում է իր վերադասի մի քանի օր առաջ արած արտահայտությունը։ Նա ուղղակի տարբերակ անգամ չունի, չուզելով անգամ, բայց նա պարտավոր է, որովհետև վերադասը նրան ասել է գնա ու արտասանի այդ նախադասությունը, ինչի մասին է խոսքը։